Եթե սիրում եք սմբուկի և պաների համադրությունը, ապա այս նախուտեստը հենց ձեզ համար է։ Պատրաստում ենք սմբուկով շատ համեղ ռուլետ պաներային միջուկով։ Սմբուկները լվանում ենք և առանց կեղևազրկելու կտրատում ենք բարակ շրջանների։ Ահա պետք է ստանանք այսպիսի բարակության շրջաններ։ Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում և մի փոքր բուսայուղ ենք լցնում, այդպես տակի հատվածը ավելի լավ է կարմրում։ Դասավորում ենք սմբուկները այսպես իրար վրա դնելով։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Մեկ տապակի համար մոտավորապես 2 հատ միջին չափի սմբուկ է հարկավոր։ Ահա այսպես գեղեցիկ դասավորում ենք, վրան մի փոքր աղ ենք ցանում և ավելացնում ենք նախապես քերած հարվող տեսակի պանիրը։ Պանիրը պետք է լցնենք հավասարաչափ, որպեսզի բոլոր սմբուկները ծածկվեն պաներային շերտով։ Տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, եփելու ենք 2 առաստիճանի տակ մոտավորապես 30-35 րոպե, կամ մինչև գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը։ Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը։ Միջուկի համար մեզ պետք է 170 գրամ սերուցքային պանիր և թթվասեր կամ մայոնեզ։ Ինձ մոտ այսպիսի խառնուրդ է հենց պատրաստի վիճակում։ Ավելացնում ենք 2-ից 3 ճաշիկ թափ։ Լավ խառնում ենք, որից հետո ավելացնում ենք 1 ատամիկ սխտոր կամ սխտորի փոշի։ Համեմում ենք աղով սև պղպեղով։ Ավելացնում եմ նաև կտրատած սամիթը։ Բոլորը միասին լավ խառնում ենք և արդեն մեր միջուկը պատրաստ է։ Կարող եք նաև ավելացնել ձեր նախընտրելի կանաչիներից։ Միջուկի մեջ կարող եք ավելացնել նաև ընկույզ, ես չեմ լցնելու։ Ահա արդեն մեր սմբուկը պատրաստ է, տեսեք թե ինչքան գեղեցիկ է ստացվել։ Մեկ այլ յուղաթղթի միջոցով շրջում ենք հաջորդ կողմի վրա և հեռացնում ենք յուղաթուղթը։ Թողնում ենք մի փոքր հովանա և քսում ենք միջուկը։ Հավասարաչափ տարածում ենք միջուկը, ես վրան դնելու եմ լոլիկ, կարող եք պատրաստել հավի մսով, ծովախեցգետնի ձողիկներով կամ ինչով կցանկանաք։ Ինձ մոտ լոլիկով տարբերակն է լինելու։ Լոլիկը նույնպես կտրատում ենք շրջանաձև բարակ շերտերով և դասավորում ենք պաներային շերտի վրա։ Հարգելինեզ բաղադրիչները և հստակ քանակը գրված կլինի նկարագրության բաժնում։ Մի փոքր հեռավորության վրա դասավորում ենք լոլիկները։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Յուղաթղթի օգնությամբ այսպես փաթաթում ենք ռուլետը։ Աշխատում ենք մի փոքր ձիգ փաթաթել, որպեսզի միջուկը չփախնի միջից։ Յուղաթղթով այսպես փաթաթում ենք և տեղափոխում ենք սառնարան մոտավորապես 1-ից 2 ժամ, որից հետո կարող ենք վայելել։ Կամ կարող եք նույն րոպեին կտրատել և մատուցել։ Ահա տեսեք, թե ինչքան գեղեցիկ, ախորժելի ու լավ է ստացվել։ Սմբուկի և պաներային այս համեղ միջուկը պարզապես իդեալական է ստացվում։ Այս ռուլետը այնքան համեղ է ստացվում, որ մի կտորը բավարար չէ հագենալու համար։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի սառը նախուտեստի համեղ բաղադրատոմսեր էի պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ հավանեցիք այս տարբերակը։ Դուք էլ պատրաստեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Սիրով կսպասեմ բոլորիդ։ Առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։